Բարև ձեզ, եթերում հիմնահարցն է, այսօր կզրուցենք քաղաքագետ Հրանտ Միքայելյանի հետ։ Պարոն Միքայելյան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ ընդունեցիք մեր հրավերը։ Պարոն Միքայելյան, ընտրություններից հետո իշխանության ճնշումն ընդդիմության վրա կարծես թե ավելի է այսպես ուժեղացել, փոխանակ թուլանալու, որովհետև ամեն դեպքում ընտրություններից հետո պետք է որ մի քիչ այդ իրավիճակը լիցքաթափի, սակայն մենք տեսնում ենք, որ այդ էսկալացիան գնալով աճում է։ Նոր քրեական գործեր, նոր քրեական հետապնդումներ, նաև իշխանության, նաև վարչապետի Նիկոլ Փաշինյանի ռետորաբանությունը կոշտացել է, նոր մեղադրանքներ է հնչեցնում, նոր սպառնալիքներ, ինչով է սա պայմանավորված։ Ավելացնեմ նաև, որ ընդդիմության առաջնորդներին, թե Գագիկ Ծառուկյանին, թե Նարեկ Կարապետյանին, թե Ռոբերտ Քոչարյանին արգելել են երկրից դուրս գալ։ Այո, չեն թողել, որ երկրից դուրս գան։ Պարզա, որ ողջ նախընտրական շրջան ակտիվորեն աշխատել են, գուցե ինչ-որ գործեր են կուտակվել, չեն թողնում։ Այսինքն ստեղծվում է իրավիճակ, որ եթե դու համարձակվել ես իշխանության դեմ դուրս գալ թեկուզ ընտրություններով, արդեն դա դատապարտելի է, այդպես է ստացվում եւ ընդհանրապես հաղթած իշխանությունը կարող չի ինչպես է հաղթել, որպես կանոն ընտրություններից հետո հայտարարում է, որ այո, ընտրությունները ավարտել եմ, ես բոլորի վարչապետն եմ կամ նախագահն եմ, կախված նրանից ինչ ընտրությունը եւ փորձելու ենք հիմա այս ոնց որ ներքին արճակատումից հետո հասարակությունը միավորել եւ այլն, այստեղ լրիվ հակառակն է, բաժանող հրետորաբանությունը, շատ կոշտ հայտարարություններ եւ փորձեր, որպեսզի լրացուցիչ ճնշումը աճի եւ այսպեսով ստացվում է, որ այն, որ մարդիկ ինչ որ քվեներ ստացել են, ինչ որ կարողացել են ժողովրդի աջակցությունը ստանալ, դա արդեն իրենց մեղավորությունն է։ Այդ մարդիկ մասնակցել են օրինական ձևերով, օրենքի տառին ոգուն համապատասխան մասնակցել են ընտրություններին, հավաքել են այնինչ հավաքել են, այն ձայները, որոնք հավաքել են, բայց հիմա պետք է որ արդեն տրամաբանորեն, վերադառնալ որոշակի կառուցողական հուն, ամեն դեպքում նոր խորհրդարանում նրանք պետք է միմյանց հետ աշխատեն, բայց իշխանությունը կարծես թե չի ուզում տեսնել այդ ընդդիմախոսներին խորհրդարանում, մենք տեսնում ենք որոշակի փորձեր, թե քրեական գործերի միջոցով, թե այս վախի կամ սպառնալիքների միջոցով այդ մարդկանց մոտ ընդհանրապես ջնջել ցանկություն այդ մարդկանց խորհրդարան գալու։ Տեսնում եք դուք այդ փորձը, այդ մարդկանց չթողնելու, որ նրանք խորհրդարան գան, այնպիսի անտանելի պայմաններ ստեղծելու, որ նրանք չուզենան գալ։ Այո, միանշանակ եւ դա բխում է թե հոգեբանությունից, ներկա առաջնորդի եւ դա շատ կարեւոր գործոն է, թե քաղաքական դասավորվածությունից, որտեղ այսպես ասած աշխարհակաղակականությունը ներմուծում է Հայաստանի ներքին քաղաքականություն եւ այսպիսով աշխարհակաղակական ճակատը, որը օրինակ էսպայդությամբ Ուկրաինայում ռազմական ճանապարհով ընթանում, հիմա Հայաստանի ներքին քաղաքականության մեջ էլ տեղափոխվում է ամեն ձևով եւ դա էլ է խնդիր եւ դա իհարկե բերելու է այս խորացման այդ ճգնաժամի։ Եվ այսպիսով այո նախ ցանկություն կա չթողնելու եւ մենք տեսնում ենք դա արհեստականորեն արվել է Բարգավաճ Հայաստան կուսակցության հետ, բայց բացի դրանից նաեւ ճնշում կա ուրիշ կուսակցությունների վրա։ Նախ կեղծ եւ իրականությունը շեղող եւ ամեն ձևով դատապարտելի հայտարարություն արվել վարչապետի կողմից իբր թե ընդդիմության բոլոր ձայները կաշառքով աստացված, դա բացարձակ սուտ է եւ դրա համար դատարանները արդեն պետք է նրան հարցում ուղարկեն այդ ինչ բովանդակությամբ, ինչի հիման վրա այդ հայտարարությունը եւ այլն, բայց բացի դրանից իրականությունը հակառակն է, այսինքն ընդհանրապես երբ որ գողգորումը գող իրականությունը որպես կանոն հակառակն է, այսինքն իշխանությունները օգտագործել են պետական բյուջե որպես իրենց նախընտրական ֆոնդ, մոտավորապես $500 միլիոն ծախսահարվել, որպեսզի հաղթեն, այսինքն այստեղ թե թոշակների հապճեպ բարձրացում ընտրությունից առաջ, թե օրինակ հեծի աշխատողներին աշխատավարձերի բարձրացում, թե տարբեր հիմնարկներում պետական եւ ոչ միայն պարգևավճարների տրամադրում, թե օրինակ Իմ Քայլ եւ իր հետ փոխկապակցված հիմնադրամներով տարբեր բարեգործական ծրագրեր, որ արգելված եղեն բոլոր մյուս ուժերին եւ նաեւ առողջապահական բարեփոխում, որը այտենց միտված եղել, որ ընտրությունից առաջ սկսվի։ Եվ այդ ամեն ինչը նպաստել է այս իշխանության ընտրության։ Սաչելներ չէին ընտրվի եւ այդ ամեն ինչը շատ լավ հասկանալով եւ հակառակն են հիմա պնդում եւ փորձում են ուղղակի իզոլացնել քաղաքական դաշտը։ Այսինքն այստեղ մենք գործ ունենք ոչ միայն իշխանություն ընդդիմություն, այլ Հայաստանի ժողովրդավար պատկերի վերջնական մնացորդների քանդում։ Սա է տեղի ունենում։
Բարգավաճ Հայաստանի խորհրդարան չանցնել է իշխանության ձեռամբ միայն սահմանադրական հանրաքվեն հետագայում իրականացնելու նպատակ ուներ, թե այլ վախեր եւս կային։ Սահմանադրական հանրաքվե, ինչքան ես հասկանում եմ, ես իրավաբան։ Որովհետև հիմա էլ կարծես թե չեն կարող։ Այո, հիմա էլ չեն կարող։ Այս հարցը իրականում իշխանության կոմֆորտին է վերաբերվում, որովհետև եթե իշխանությունը ունի հստակ մեծամասնություն 3/5 մանդատների, ապա իշխանությունը կարող է բազմաթիվ նշանակումներ անել եւ որոշ օրինագծեր ընդունել, որոնք սահմանադրական բնույթ ունեն 3/5-ը։ Հիմա եթե դրանք իշխանությունը չի կարող ընդունել, ապա պիտի գնա համագործակցության ճանապարհով։ Այսինքն ժողովրդավարության կամ գոնե պլուրալիզմի ճանապարհով, ժողովրդավարության մասին այս պայդրությամբ չենք կարող խոսալ, բայց պլուրալիզմի ճանապարհով եւ մյուսներին լսելու եւ համագործակցելու ճանապարհով։ Պարզա որ իշխանությունը հիմա արշավ է իրականացնում ընդդիմության դեմ եւ այլախոհության դեմ այն պայմաններում, երբ որ նույնիսկ պաշտոնական տվյալներով 50% չի հավաքել, այսինքն մեծ հաշվով իշխանությունը փորձում է փոքրամասնությամբ մեծամասնությանը ճնշել։ Հա, ընդհանրապես ասում է, որ ժողովրդավարության մեջ փոքրամասնությունների իրավունքները պետք է պաշտպանվեն, տվյալ դեպքում մեծամասնության իրավունքի պաշտպանության խնդիր կա։ Բայց բացի դրանից, իշխանությունը մտածում է, որ օրինակ, եթե նրանք չկարողանան օրինակ դատախազ նշանակել միակողմանի, իսկ միայն այս աշխատավոճին է սովոր ներկայիշխանությունը, ապա դա կստեղծի ընդդիմության համար գոնե ինչ-որ լծակ, որպեսզի բանակցի եւ ինչ-որ տեղ ասի լավ, այստեղ մենք զիջում ենք, բայց այս հարցը ավելի կարևոր է։ Դրա հիման վրա ստեղծված է օրինակ կոնսենսուալ մոդելներ թեկուզ նույն Եվրամիությունում։ Չէ, իշխանությունը ասում է Հայաստանում որևէ կոնսենսուս պետք է չլինի, մենակ իմ ասածով պետք է լինի եւ վերջ, հա, եւ ստեղ նորից եմ ասում, սա հակաժողովրդավար է եւ սա միտված է որպեսզի Հայաստանում խորը եւ պինդ ավտորիտարիզմը հաստատվի եւ իդեպ ասեմ, որ շատ կարեւոր է, որ Եվրամիությունը, որը իր ներսում դեր պահում է ժողովրդավարությունը, Հայաստանում նպաստում է ամեն ձևով, որ բռնապետությունը հաստատվի։ Իդեպ այս քայլերին դեռ չենք տեսնում արձագանք, ես մի քիչ լավատես եմ գուցե, երբ որ ասում եմ դեռ չենք տեսնում, նկատի ունենալով որ գուցե տեսնենք, բայց չգիտեմ, կլինի ձեզ արձագանք եվրոպացիների կողմից, որոնք այսպես ակտիվ ներգրավվածություն ունեն այս ընտրություններին, իշխանության այս հետընտրական քայլերին արձագանք։ Դե իրանց արձագանքը լրիվ ուրիշ բաների վրա է։ Եթե օրինակ ընդդիմությունը մի բան անի, որը իրանց դուր չգա, միանգամից արձագանք կտեսնենք։ Այսինքն արձագանք կա, շնորհավորել են, աջակցել են եւ շարունակում են շնորհավորել եւ աջակցել։ Այսինքն այս ողջ գործընթացը, այսպես ասեմ, Փաշինյանը այդքան համարձակ երբեք չէր գործի, եթե ուղիղ աջակցություն չէր ունենա Եվրամիության կողմից եւ նկատի չունեմ միայն հրապարակային։ Մենք գիտենք, որ այստեղ փորձագետների խումբ է եկել դեռ կես տարի առաջ եւ իդեպ այդ խումբը ոչ միայն ուղակի փորձագետների խումբ է եղել, այլ հանդիսացել է Բրյուսելի եւ Երևանի միջև ուղիղ կապի միջոց եւ այսպիսով Երևանին ոչ միայն աջակցություն է տրամադրում կամ թույլտվություն նման գործողությունների համար, այլ նաեւ ուղիղ Սա արեք, սա մի արեք։ Ձեր կարծիքով պետք է արդյոք ընդդիմությունը մանդատները վերցնի, եթե վերցնում է ինչ ռիսկեր եւ հնարավորություններ կան, եթե չի վերցնում ինչ ռիսկեր եւ հնարավորություններ կան։ Տեսեք, իմ գնահատմամբ ես վերլուծեցի այս հարցը մի քանի հարթակից եւ հասկացա, որ ամեն դեպքում վերցնելը ճիշտ է եւ այն ձայները, որ չպետք է վերցնեն եւ այլն շատ դեպքերում գալիս են այն ուժերի կողմից, որոնք չեն մասնակցել կամ չեն անցել շեմը, որը այդքան էլ ճիշտ չի։ Դրա մասին առաջին հերթին պետք է խոսան այն ուժերը, որոնք անցել են կամ իրենց ընտրողները, հա։ Իրենց ընտրողների միջև կա երկու տեսակի կարծիք։ Առաջինը, որ դե մենք ձեզ ձենը տվել ենք, որպեսզի դուք մեզ ներկայացնեք եւ երկրորդ, այսինքն պետք է վերցնեք։ Եվ երկրորդ կարծիքը մենք ձեզ ձայն ենք տվել, որպեսզի դուք իշխանություն փոխեք, եթե չեք կարող փոխել օրինական ճանապարհով, ապա գնացեք հեղափոխական ճանապարհով, այսպիսով մի վերցրեք։ Բայց այդտեղ գալիս է հիմա հետևանքների հարց։ Եթե օրինակ ընդդիմությունը վերցնում է մանդատներ, ապա ռիսկեր կան իհարկե։ Առաջին ռիսկը դա գոնե անուղղակիորեն լեգիտիմացնել այս խորհրդարանը, չնայած որ եթե դնենք ոնց որ ընդդիմության կողմից ընտրությունների նկատմամբ վերաբերմունքը կարանք 8 աստիճանով սանդղակը սահմանել, որտեղ ընդդիմությունը այս պայծառությամբ 6-րդ աստիճանի վրա է, այսինքն ընդդիմությունը իր համատեղ հայտարարությամբ, որին միացել են 7 ուժեր, ներառյալ միասնության թևերի, որը մի օր ուշ է միացել, այս հայտարարությամբ ընդդիմությունը վիճարկել է
իշխանության ձևավորումը այս ընտրությունների հիման վրա, այսինքն հայտարարել է, որ այս ընտրությունների հիման վրա իշխանություն ձևավորել չի կարելի, որովհետև ընտրությունները շեղել են եւ այլ։ Այսպիսով սրանից հետո արդեն մանդատների չվերցնելը եւ առհասարակ ձևավորված ինստիտուտների մերժումը, հա, բայց դա ենթադրում է երկու հնարավոր ճանապարհ։ Կամ ինքնացրում են դիմության կողմից, որը եկեք ազնիվ ընդունենք, եթե ընդդիմությունը չի մտնում խորհրդարան, ապա մեծ ռիսկ է, որ քիչ-քիչ մարելու է կարողությունը։ Այսինքն դա իշխանության ավելի ձեռնտու տարբերակ է, որ ընդդիմությունը չգնա, բայց միահայցան խորհրդարան։ Այո, բայց կա նաև երկրորդ ճանապարհ, այսինքն ընդդիմությունը չի վերցնում եւ սկսում է պայքար ավելի, այսպես ասած, բարձր մակարդակով, այսինքն ձևավորումը ստվերային կառավարություն, ստվերային խորհրդարան, այսինքն զուգահեռ իշխանության ինստիտուտներ եւ փորձում է դրանցով աշխատել եւ նաեւ կոչ է անում անընդհատ, որ ժողովուրդը մասնակցի պայքարին, հա։ Այստեղ մենք պետք է ազնիվ գտնվենք եւ հասկանանք, որ ժողովուրդը իհարկե շատերը ուզում են մասնակցել պայքարին, բայց ոչ շատերը պատրաստ են անդադար պայքարի։ Սա մի շատ կարևոր հանգամանք։ Իսկ առանց անդադար պայքարի այդ մոդելը չի կարող աշխատել։ Եվ երկրորդը, եթե ընդդիմությունը, այսպես ասած, գնում է ստվերային ինստիտուտների ձևավորումով, Հայաստանը Մեծ Բրիտանիա չի, որտեղ այդ ավանդույթը կա, Հայաստանի իրավապահները միանգամից գալու են Փաշինյանի պատվերով եւ փորձելու են ցրել այդ կառույցները եւ ձերբակալել բոլոր մասնակիցների։ Եվ Փաշինյանը նույնիսկ այդ ինչպես է վարվում Արցախի ներկայացության հետ, նույն բանը անելու է այս ինստիտուտների նկատմամբ։ Այսպիսով այս ճանապարհը այդքան էլ, այսպես ասած, իրատեսական չի, որպեսզի այս պայծրությամբ ինչ որ մի բան փոխի։ Ընդդիմությունը իմ կարծիքով, բացի ամեն ինչից, պետք է, այսպես ասած, լուրջ հետևություններ անի այս իրավիճակից եւ նաեւ վերլուծի իր սխալները, որովհետեւ նենց չի Փաշինյանը ամեն ինչը ճիշտ է արել կամ ընդդիմությունը ամեն ինչը ճիշտ է արել։ Որոնք են այդ սխալները ձեր կարծիքով ընդդիմությունը։ Դե ընդդիմությունը իմ կարծիքով գաղափարական մակարդակում թերի աշխատեց, այո, ինչ որ պահին համեմատած նախորդ ընտրությունների հետ շատ ավելի շատ է շփվել ժողովրդի հետ, շատ ավելի ինչ որ քայլեր արվել են, բայց գաղափարական պայքարի մեջ ընդդիմությունը մտավ շատ ավելի ուշ, պլյուս ընդդիմությունը լրատվամիջոցների դաշտում շատ թերի էր ներկայացված, քիչ քանակությամբ, բացի այդ բայց կներեք իշխանություններն ասում են, որ լրատվամիջոցների մեծ մասը ընդդիմություն դա իշխանության ստերն են, որը իրանք 2018 թվականից տարածում են եւ դա սուտ է եղել հենց այն ժամանակներից։ Միանշանակ դա այդպես չի եւ իդեպ հիշեցնեմ նաեւ որ Փաշինյանի օրոք բազմաթիվ հեռուստաալիքները փակվել են կամ մուլտիպլեքսից դուրս են բերվել, հա, նո օրինակ H2-ը, Երկիր մեդիա եւ այլ։ Այսպիսով իշխանություն օրինակ երկրով մեկ ծածկույթը ունի միայն ՀՄԵԿ-ը եւ ՀՄԵԿ-ով այնպիսի քարոզություն է իրականացում, որտեղ էլի նորից եմ ասում, ստեղ արդեն քրեական հետախուզության հարց է, թե ինչու նման բաներ կարող են հնչել, այսպես ասած, առաջին ալիքով, որը բոլորի կողմից ֆինանսավորվում է, բայց ամեն դեպքում ու բացի դրանից իհարկե սոցցանցեր, օտարերկրյա լրատվամիջոցները եւ այլ։ Հիմա այս բլոկը փակելով հաջորդը ընդդիմությունը պետք է նաև աշխատի իր կադրային բազայի վրա, այստեղ ահագին աշխատելու տեղ կա եւ բացի այդ ընդդիմությունը պետք է որոշ հարցերում, այդ թվում եւ առաջին հերթին արտաքին քաղաքական հարցերում հստակ դիրքորոշում ունենա։ Նկատի ունեմ TRIP-ը եւ այս բոլոր նշված հանգամանքները իմ կարծիքով էականորեն կփոխեն իրավիճակը եւ եւս մի բան Սամվել Կարապետյանը ասել է ընտրություններից հետո ոնց որ մենք չենք հաղթել, Փաշինյանն էլ չի հաղթել, իմ կարծիքով այս պայծրությամբ սա ամենաճիշտ ֆորմուլան է, որը բնութագրում է այս ընտրությունները։ Սամվել Կարապետյանը հայտարարում է նաեւ ընդդիմության կոնսոլիդացիայի մասին։ Սա կհաջողվի այս գաղափարը եւ մնացած ուժերը կուզեն այդ բանի տակ աշխատել, այդ նույն պլատֆորմի մեջ աշխատել։ Սա լավ հարց է, ընդհանրապես Սամվել Կարապետյանը ունի այդ ներուժը, որովհետև թե ֆինանսական, թե ամեն դեպքում իր պատմությամբ ինքը ունի իր այդ կարողությունը, բայց մյուս կողմից նաև ուժեղ Հայաստանը հիմա ամենաշատ հետապնդվող ուժ է, 100 հոգի ձերբակալված է, հարյուրավոր եղել են, օրինակ ժամանակին ձերբակալված հետո ազատվել են եւ այլն եւ մարդիկ կարող են խուսափել նման համագործակցությունից, քանի որ հիմա ուժեղ Հայաստան կուսակցությունը
իշխանությունների այսպես ասած հարցակումների տակ է եւ միանալ ուժեղ Հայաստանի պլատֆորմային նշանակելու է նաեւ միանալ այդ եւ դառնալ թիրախ։ Չնայած որ հիմա բոլորն են թիրախ, գրեթե հատկապես Բարգավաճ Հայաստանը եւս թիրախ է եւ տեսնում ենք որ այստեղ էլ այսպես ասած այդ վտանգը կա, բայց եթե օրինակ ընդդիմությունը գիտակցի, որ լավ այսօր մեզ չեն հետապնդում, բայց մյուսներին հետապնդում են, ուրեմն վաղը մեզ էլ են հետապնդելու եւ այս տրամաբանությամբ հանդես է գալու, ապա ամենաճիշտ որոշումը դա է լինելու, որովհետեւ բաժանիր որ դիրես սկզբունքով Փաշինյանը արդեն 8 տարի երկիրը իշխում է, բայց դա աշխատում է միայն այն պարագայում, եթե դու բաժանում ես, իրանք էլ բաժանվում են։ Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովում հայտարարում էր վերջերս, որ ես գրեթե բառացիորեն մեջ բերեմ, խորհրդարանական այն ընդդիմությունը, որը ձևավորվում է 9-րդ գումարման ազգային ժողովում, ապօրինի գործունեության արդյունքում ձևավորված քաղաքական միավոր է։ Հայաստանի լեգիտիմ իրավունքն է այդ շրջանակները զրկել հետագա քաղաքական գործունեության հնարավորությունից։ Պարոն Միքայելյան, Նիկոլ Փաշինյանը սրանով փորձում է թույլ չտալ դարձյալ, որ այդ ուժերը ամբողջությամբ վերցնեն մանդատները եւ աշխատեն, թե ավելի շատ կոնկրետ անձանց թիրախավորելով, ամենակարկառուն ընդդիմության այդ խորհրդարան անցած ուժերի ամենակարկառուն ներկայացուցիչներին թիրախավորելով, քրեական գործարարությունով փորձում է նրանց շարքերը ֆիլտրեր։ Դուք ո՞ր միտումն եք այստեղ տեսնում։ Գիտեք, մի քիչ կդժվարանամ Փաշինյանի մոտիվացիան բնութագրելու, բայց ասեմ, որ այստեղ այս հայտարարությունների մեջ ես իշխանության զավթման տարրերն եմ տեսնում։ Ես նաև նշեմ, նաև հիշեցնեմ, որ իր այդ հայտարարությունից հետո իշխանությանը լոյալ քաղաքական ուժերից մեկի ղեկավարը հայտարարեց, որ դիմելու է սահմանադրական դատարան, վիճարկելու ոչ միայն ընտրությունների արդյունքները, այլ նաև այն միջավայրը, որում ձևավորվել են այդ արդյունքները։ Այսինքն ոնց որ թե փորձում են խմբագրել, սրբագրել ընտրության այն կոնֆիգուրացիան, որը ձևավորվել է ազգային ժողովում։ Իշխանությունները մինչև ընտրությունը, եկեք շատ պարզ ասեմ, մինչև ընտրությունը, մինչև նախընտրական արշավը իշխանությունների վարկանիշը եղել է շատ ցածր։ Եղել է մոտավորապես 35-38%-ի մակարդակում։ Այս բոլոր օտարերկրից կառավարվող եւ աջակցությամբ ստացած որոշակի ոնց որ լիցքը, որը նպաստել է նրանց վարկանիշի աճին մի կողմից եւ մյուս կողմից ամբողջ ռեպրեսիվ ապարատը, որը աշխատել է թե ընտրողներին, թե ընտրվողներին, այսպես ասած, որպեսզի նրանք կարողանան ազատ կամ արտահայտություն ունենան, թույլ է տվել իշխանությանը հասցնել իրենց ստացած ձայները դեպի 50% գրեթե 49.7%, հա։ Եվ այսպիսով իշխանությունները տեսել են, որ օտարերկրի աջակցությունը եւ ռեպրեսիվ միջավայրը երկրում աշխատում է եւ օգնում է նրանց, կարողացել են արշավի ընթացքում 12 լրացուցիչ% կուտակել։ Սա նշանակում է, որ եթե նրանք նորից, այսպես ասած, շարունակեն այս գործընթացը, գուցե ել ավելի շատ հավաքեն։ Եվ Էրդողանի փորձը, որին այստեղ շատ ուշադիր հետևում են եւ կրկնում են այս իշխանությունները, ցույց է տալիս, որ նման բան կարելի է անել։ Չնայած Էրդողանը ունի թե դրական, թե բացասական փորձ, օրինակ 2015 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո Էրդողանը քրդերի դեմ փոքր քաղաքացիական պատերազմ է սկսել, վերանշանակել այն ընտրություններ եւ իր շատ վատ արդյունքը ոնց որ վերամշակել է եւ ստացել է ավելի բարձր տոկոսներ։ Սա մի կողմից։ Մյուս կողմից նա արդեն եթե չեմ սխալվում դա 2022 թիվներ, երբ որ նա Ստամբուլի ընտրություններում շատ փոքր տարբերությամբ իր տեխնացուն պարտվել է, բայց հետո վերանշանակել է ընտրություններ եւ այդտեղ արդեն 10%-ով պարտվել է։ Էրդողանը ունի երկու փորձներ, հիմա Փաշինյանը հույս ունի երևի, որ կչեղարկի, բայց հետո իրանք Իմամօղլուի դեմ քրեական գործառույթ։ Այո, հետո այդ այն տեխնացուն, որը համարձակվել է ժողովրդից ձայներ ստանալ, հետո գնաց բանտ։ Հիմա բանտում է։ Այսինքն մենք տեսնում ենք, որ Թուրքիայի լավագույն պրակտիկաները ներմուծվում են Հայաստանի ռեպրեսիվ համակարգում եւ այսպիսով միանշանակ արդեն սկսել են խոսալ նրա մասին, որ ընդհանրապես ընտրություններ չեղարկեն։ Եվ այո, տեսեք, եթե ընդդիմությունը քննադատում է, որ ընտրությունները անցել են ինչ որ ռեպրեսիվ միջավայրում, որ
ժողովրդի կաշառումա տեղի ունեցել, որը միանշանակ է, երբ որ ընդդիմությունը ասում է, որ այս միջավայրում ձևավորված խնդրահարույցը իշխանությունները փորձում են մյուս կողմից հակակշիռ ստեղծել եւ ասում են, դե մենք էլ ենք քննադատում, ուրեմն ընդդիմության քննադատությունը դառնում է մի ծայրահեղություն, իշխանության քննադատությունը մյուս ծայրահեղություն եւ Դանիել Լեոնիսյանը այդ դերը իշխանությունների համար կատարում է, որովհետեւ Վագն Հովակիմյան, որը տարիներով աշխատել է Հայկական ժամանակ թերթում, հետո եղել է Նիկոլ Փաշինյան падգամավորի խորհրդական, հետո եղել է խմբակցության անդամ, իսկ հիմա ԿՀ-ի նախագահն է, ամբողջությամբ կախյալ կադր իր ողջ կենսագրությամբ Փաշինյանից, հիմա պարզ է, որ իր համար ցանկալի որոշում է ընդունել, բայց հիմա Դանիել Լեոնիսյանը ասում է ԿՀ-ն ընդդիմադիրամետ է, նման հայտարարություններ արվում եւ այստեղից մենք ինչ հետեւություն ենք անում, այսինքն փորձ կա ընտրությունների լեգիտիմությունը վիճակել արդեն իշխանության կողմից, որը մի կողմից կարելի ասել ծիծաղելի է, մյուս կողմից արդեն շատ մտահոգիչ, այսինքն իշխանությունները տեսել են ռեպրեսիվ միջավայրը աշխատում է, ուզում են ավելացնել ճնշումը, ուզում են նաև ընտրողներին ել ավելի շատ վախեցնել, որպեսզի ել ավելի շատ ոնց որ նկարեն պատկերը։ Այս ընտրություններից հետո իշխանությունները մտադիր են արդեն քննարկում են կայացության ցենզ մտցնել ընտրելու իրավունք ունենալու համար, տարբերակներից մեկը քննարկվող, իհարկե ոչ պաշտոնական քննարկվող, դեռ այսպես օդում կախված, եթե այսպես ասենք, վերջին 6 ամսում Հայաստանում մշտապես բնակվելու պայմանն է։ Սա որքանով է առասարակ սահմանադրական նորմ, արդյոք մի ստվար զանգվածի մեր քաղաքացիների, հայրենակիցների համար այս սրանով իրանց ընտրական իրավունքները չեն սահմանափակվելու։ Նախ տեսեք, Հայաստանում այս ընտրություններում իմ հաշվարկներով կոնկրետ ընտրությունների օրը մոտավորապես 2 միլիոն 180 հազար ընտրող գտնվել է երկրի տարածքի ներսում, այսինքն դե ֆակտո երկրում գտնվել է 2 միլիոն 180 հազար ընտրող։ Ընտրացուցակներում եղել է 2 միլիոն 507 հազար ընտրող, այսինքն 327 հազարով ավելի շատ։ Այսպիսով մենք ունենք մի զգալի հատված ընտրողների, որոնք դե ֆակտո երկրում չեն գտնվում։ Նախորդ ընտրություններում այս տարբերությունը ել ավելի մեծ է եղել, որովհետև երկրում գտնվողները եղել են 2 միլիոն 70 հազար, իսկ ցուցակում 2 միլիոն 595 հազար։ Այսինքն տարբերությունը եղել է 525 հազար։ 200 հազարով տարբերությունը կչացել է։ Բայց ամեն դեպքում մենք կարող ենք փաստել հետևյալը, որ Հայաստանի օրենքը նախ շատ հստակ է ասում, ցանկացած քաղաքացին ունի իրավունք, ավելին բազմաթիվ երկրների մեծ մասում նաև օտարերկրներում մարդիկ կարող են քվեարկել, այսինքն եթե դու քաղաքացի ես, բայց գտնվում ես կյանքի բերումով կամ ինչ որ պատճառով, օրինակ ուրիշ երկրում աշխատում ես կամ ժամանակավոր ես գնացել կամ սովորում ես եւ այլն, դու ունես իրավունք քո երկրի դեսպանությունում այդ երկրում կամ հյուպատոսությունում կամ նման այլ հաստատությունում, որը պետությունը որոշի, քվեարկել։ Հիմա իրանք որոշել են, որ պետք է դա թույլ չտրվի։ Ինչու՞։ Պարզա, որ սփյուռքը կտրվի Հայաստանից։ Այսինքն, եթե մենք դիտարկենք քաղաքական նպատակները, ապա դա է։ Եվ այստեղ կարող ենք հիշել նաև։ Նրանք ասում են, որ այդ անձինք, որոնք այստեղ չեն բնակվում հիմնական, իրավունք չունեն նաև այստեղ քաղաքական համակարգի կայացման վրա կամ քաղաքական ուժերի իշխանության գալ-չգալու վրա ազդեցություն ունենալ։ Տեսեք, իրականում մարդը կարող է, օրինակ, աշխատել որոշ ժամանակ արտերկրում, բայց մեկը ապրել Հայաստանում։ Հիմա օրինակ մարդը գնում է մի ամսով, գալիս է մի շաբաթով։ Նման մարդիկ կան ու ես ճանաչում եմ նման մարդկանց։ Ինչ հիմքով Փաշինյանը ուզում է նրանց քվեարկելու իրավունքից զրկի։ Այսինքն այն, որ ինքը ենթադրում է, որ նրանք իրոքտին չեն քվեարկելու։ Այսինքն մոտավորապես կես տարվա ընթացքում անդադար քարոզչություն, սուտ քարոզչություն տարածվել է, որ Ռուսաստանից ուղարկվում են 100,000 քաղաքացիներ, որպեսզի քվեարկեն Փաշինյանի դեմ։ Ֆակտոր EM-ի հրապարակումը եղել է ԱԱԾ-ի տվյալների հիման վրա, ես չգիտեմ ինչու ԱԱԾ-ն տրամադրել է այդ տվյալները սովորական լրատվամիջոցին, բայց ամեն դեպքում այս հրապարակումը միանշանակ փաստել է, որ այս պնդումները կեղծ էին եւ որևէ ներհոսք ՀՀ քաղաքացիների դեպի Հայաստան ընտրությունների շեմին չկար։ Եվ այստեղ գալիս է հարց, այսինքն ինչ որ մեկը ներողություն խնդրելու է, օրինակ Դանիել Յովհաննիսյանը, որը այս սուտ է տարածել ամիսներով եւ քարոզչություն է իրականացրել Ռուսաստանում ապրող հայերի նկատմամբ։ Լավ, այդ դեպքում նպատակը ո՞րն էր, եթե ԱԱԾ-ի տվյալներով սուտ է, եթե նաեւ մենք թվաբանությունից էլ ընտրությունների վախի մթնոլորտ, տեսեք,
երբ որ դու վախի մտնելով ստեղծելով կանխել գուցե այդ սցենարը, հա, որ չգան կամ գալուց չընտրեն, չմասնակցեն, ինչ։ Նաև դա, բայց իրականում ավելի շատ ստեղ ընտրողի վրա ազդել, որովհետև տեսեք, երբ որ դուք կապում եք, օրինակ, դուք ասում եք, այ ուժեղ Հայաստանը, Ռուսաստանի իշխանությունները նրա համար բերում են 100,000 ընտրող, իբր այդ 100,000-ը ոչ դեմք ունեն, ոչ անուն ունեն, ոչ մի բան, իրանք, այսպես ասած, զանգված են, ոնց որ իշխանությունները վերաբերում են ժողովրդին, հա, այսինքն նրանց բերում է, որպեսզի նրանք քվեարկեն եւ այլն, այսինքն այդ ուժը ոչ թե քաղաքական ուժ է, որը լեգիտիմ քաղաքական ուժ է, այլ դա ինչ որ միավոր է, որի համար Կրեմլը ինչ որ բաներ է կազմակերպում, այսինքն այս խոսույթներով այս ուժը պիտակավորվում է, որպեսզի իր օգտին չքվեարկեն եւ որպեսզի ժողովուրդը վախենա իր հետ ասոցացվել, որպեսզի ժողովուրդը, այսպես ասած, ընդհանրապես վախի մթնոլորտում գտնվի, որ ահա ճնշում են Ռուսաստանը այստեղ եւ այլն, այսինքն այս ամեն ինչը ստեղծում է ֆոն, էմոցիոնալ ֆոն եւ մենք ստեղ գործ ենք ունենում հիմնականում էմոցիոնալ ֆոնի կառավարման հետ։ Իսկ այս օրենքը սահմանադրականության հետ խնդիր կունենա թե չէ, եթե նման օրենք ընդունեն։ Սա թող իրավաբանները գնահատեն, ես նման բան իմ չեմ վերապրել։ Եվս մի հարց, պարոն Միքայելյան, Հիկմետ Հաջիևի այցը մի քանի օր առաջ այց տեղի ունեցավ Դիլիջան, Արմեն Գրիգորյանի հետ հանդիպում էր տեղի ունեցել, որից հետո Նիկոլ Փաշինյան ազգային ժողովում իր այդ ընդդիմության ասցեին բազմաթիվ մեղադրանքների ֆոնին ասաց, որ եղել է դավադրության փորձ, որը եղել է որոշակի դավադրության ինչ որ տարեր են եղել, որոնք նրա այցով, Հաջիևի այցով փորձել են կանխվել։ Մի քիչ այսպես հանելուկային հայտարարություն չի, ինչպես մեկնաբանեք սա։ Տեսեք, այս իշխանությունները, որ Հաջիևի գալով պետք է կանխեին։ Այս իշխանությունները դավադրությունները հորինում են ամեն օր։ Այսինքն եթե մենք նայենք վերջի 8 տարվա ընթացքում քանի պսևդո դավադրություն է եղել այս իշխանությունների դեմ, ես հիշում եմ Ստալինի ժամանակաշրջաններ, երբ գրեթե ամեն շաբաթ նոր պսևդո գործեր բացահայտվում, ահա Շախտի քաղաքում 11 հոգի հավաքվել են, որպեսզի ընկեր Ստալինին սպանեն եւ այլն, ու նման գործեր սենց զանգվածաբար թողարկվում են եւ մարդկանց ձերբակալում են։ Հիմա այստեղ հյուսիսափայլ, չգիտեմ ինչ, կարող եք հիշել, բազմաթիվ գործեր։ Այո, հետո չգիտեմ, այս ուրեմն Ղարաբաղցիներ, Ռուսաստան, ու անդադար այս կոնվեյերը աշխատում է նոր դավադրություններ հորինելու։ Դե մարդը, որ սաղ կյանք դավադրություններով է զբաղվում, պարզ է, որ նման բան պետք է ասի։ Ասելով դա ես նկատի ունեմ առաջինը, նույնիսկ եմ ասում, այս հայտարարությունները, որ ընդդիմությունը պետք է, որ ընդդիմությունը իրավունք չունի ինչ որ բան ներկայացնել եւ այլն, սա իշխանության զավթման փորձն է։ Սա Սահմանադրական դատարանը պետք է գնահատի։ Երկրորդը, Ադրբեջանի հետ զուգահեռ բանակցություններ, ուղիղ գիծ, որը ստեղծվել է 2018 թվականի օգոստոսին եւ որի հետևանք եղել է 2022-23 թվականներ եւ այլն։ Այս ամեն ինչը եւս պետք է բացահայտվի։ Եվ այսպիսով այս մարդիկ խոսում են, որ ուրիշները անդադար իրancs դեմ դավադրում են։ Ու ոնց է ստացվում, որ ուրիշները իրancs դեմ անդադար դավադրում են, բայց ոչ մի արդյունք չի լինում։ Գուցե դավադրությունները հորինովի են, սա է իրականությունը։ Իսկ իրականում այցի մասին իրականությունը հետեւյալն է։ Հիմա բոլոր ուժերը, որոնք Հայաստանի հաշվին փորձում են ինչ որ բան ստանալ եւ ինչ որ հարցեր լուծել, շատ այսպես ասած ուրախացած են եւ ակտիվ գործում են։ Թուրքիան հայտարարել է, որ Հայաստանը պետք է համարձակ գործի եւ նոր քայլեր ձեռնարկի, որպեսզի Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատի։ Այսինքն սա ինչի մասն է։ Սա նրա մասին է, որ Թուրքիան որևէ բան չի անելու, բայց պարտադրել է Հայաստանին նոր զիջումների։ Սա առաջինը։ Երկրորդը, ընտրությունների օրը Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի միջև Թուրքիայում ստորագրվել է նոր հուշագիր, որտեղ նաև այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասին է խոսացվել։ Երրորդը Թուրքիա, Վրաստան, Ադրբեջան հիմա միասնական զորավարժություն է անցկացվում։ Չորրորդը Ադրբեջանը շատ ակտիվացել է, Ադրբեջանից բազմաթիվ հայտարարություններ ենք լսում, որ ահա տեսեք հիմա մենք ինչ որ բան ենք իրականացնելու, Ադրբեջանի ներկայացուցիչները գալիս են ստեղ, եւ հինգերորդը հիմա Փաշինյանը սկսեց նորից Արցախի դեմ հարձակումները, Արցախի սիմվոլիկայի դեմ, ասում է խորհրդարանից պետք է հանել, ինչքան հասկացա նաև օպերայի հրապարակից է դուրս բերվել եւ այլ, այսինքն Արցախի դոշը փորձում են ամենտեղից հեռացնել։ Ինչը այս հետևանք է այսպես ասած, այս ծորով ստացած արդյունքի։ Շնորհակալ եմ, պարոն Միքայելյան։ Շնորհակալություն։ Ես հիշեցնեմ, որ մեր հյուրն էր քաղաքագետ Հրանտ Միքայելյանը։ Կհանդիպենք։